Շուտով Armflix-ի բաժանորդները կարող են վայելել չափազանց ծիծաղաշարժ հատտյոց կամ կրքոտ կինը 16 մասից բաղկացած հումորային սերիալը։ Գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլաղչյանն է, սցենարի հեղինակը Նարեկ Ավագյանը, ռեժիսորն ու առաջին օպերատորը Վահե Մարգարյանն է, ռեժիսորի օգնականը Լիրա Արաքելյանը, ադմինիստրատոր Երանուհի Բարթերեսյան, լուսային օպերատոր Միքայել Միքայելյան։ Դերերը մարմնավորում են ճանաչված ու սիրված Սերգեյ Դանիելյանը, Արթուր Հակոբյանը, Աշոտ Եդիգարյանը, Աշոտ Ղազարյանը, Լաուրա Թորոսյանը, Իվետա Եդիգարյանը, Ալբերտ Տիլոյանը, Հայկ Սարատիկյանը։ Սցենարն անչափ հետաքրքիր եւ զվարճալի է։ Ամուսնուն կորցրած հատտյոցը տեղափոխվում է Լոս Անջելես գտնելու երջանկությունը։ Հատտյոցի զավեշտալի արկածներին մասնակից են դառնում նաեւ գրին քարտ շահած նրա որդին ու հարսը, հարևանն ու փաստաբանը, սիրած տղամարդն ու այլ հերոսներ։ Բաժանորդագրվեք։ Նոր հումորային սերիալ «Հատտյոց» կամ «Կրքոտ կինը» եւ ավանդույթի համաձայն նկարահանումների մեկնարկին տեղի է ունենում ստեղծագործական կազմի մակագրություններով ափսեի կոտրման արարողությունը։ Չարը պիտի խափանվի եւ նկարահանումներն ընթանան առանց դժվարությունների։ Դերասաններ Սերգեյ Դանիելյանը, Արթուր Հակոբյանը, Աշոտ Եդիգարյանը, Աշոտ Ղազարյանը, Հայկ Սարատիկյանը, Իվետա Եդիգարյանը, Լաուրա Թորոսյանը, «Հատտյոց» կամ «Կրքոտ կինը» 16 մասանոց նոր հումորային սերիալում, որը նկարահանվում է Լոս Անջելեսում, գլխավոր պրոդյուսեր Ռոբերտ Օղլաղչյանի ղեկավարությամբ։ Այսպիսի աստղաբույր, որ հավաքվել է այստեղ, ես չեմ կարծում վերջի անգամ երբ այսպիսի աստղաբույր հավաքվի, որ Սերգեն ուրա, այսօր գին ասում եմ, հատտոտան ուրա։ Ես այնքան հուզված եմ, մաչ եմ կարող խոսել։ Առաջի անգամ չի, որ կին եմ խաղում, արդեն մտածում երեխասյատ է դարի արդեն, հա, ու կարծում եմ սրանից հետո միշտ կին եմ խաղալու։ Այո, մի փոքր կերպարս փոխվում է, այո, բայց դե մեծ հաշվով նույն զիբիլն է։ Կրծքերի չափը չի փոխվում։ Կրծքերի չափը չի փոխվում, հա։ Սա ինչ ճանաչում եմ, բոլորը իմ սիրելի գոլեգաներն են, հազար ու մի բան են կարել իրար հետ։ Եվ բախտ վիճակվեց էլի սենց լավ տենց Օղլաղչյանի ղեկավարությամբ, այն էլ Միացյալ Նահանգներում ով գիտեր եկա ինչի մար, մնացի ինչի մար, հա, էդ է հիմա, հա։ Ինձ թվում է շատ գեղեցիկ ուրեմն պրոյեկտ է ու պետք է հաջողություն ունենա անպայման։ Շփիթներ պարգևի։ Իհարկե, մեր ժողովրդին։ Հռոց։ Իրան նայում ենք արդեն ծիծաղում ենք, ինչի մասին է խոսքը։ Տենց է Ես է կեզ որ առաջ անգամ տեսա կանդվել էի, բայց իրան գրին պետ չի, գտեց։ Այստեղ ճիշտն ասած Գագիկը նոր գալիս ենք այստեղ Գագիկի հետ համրազան, թե գիտեք այնքան շիփինգներ կա, որ ես չգիտեմ ինչ ասեմ, United շատ շիփինգներ կա, նու 37 տարի մենք իրար 38 տարի համարյա գիտենք իրար եւ ընկերությունը 38 տարի մարդիկ այդքան ստե մարդկա այդքան տարիք չունի եւ այդքան ժամանակվանից առաջի բիզնեսներ որ ստեղ փողի փոխնագում է հələ սովետ պատկերացրեք 88 89 թիվ ու է ժամանակված մինչեւ հիմա միշտ կանգնած եղե մեր մեդիա աշխարհի արվեստագետների մեջքին միշտ է կանգնած եղել էլի կապ չունի համերգ է ռադիո է TV է եւ ես հվարտեմ որ այսօր իրակամքով ասում ես ուզում եմ այս պրոյեկտին նաև օգտակար լինեմ եւ կլինի երևի մեր գլխավոր հովանավորը եւ այս տեսակ մարդիկ պետք է որ շատ լինեն համայնքում որ արվեստը գնահատում են ճիշտ արվեստագետներին գնահատում են եւ մենք էլ ժողովուրդ պետք է գնահատենք այս մարդկանց ես կուզեի խոսքս ուղղել իմ գործարար ընկերներին Լոս Անջելեսաբնակ Եկեք նեցուկ լինենք այսպիսի նախագծերին, որ մեր ժողովրդին ժպիտ պարգևենք։ Ես վստահ եմ, որ այս նախագիծը շատ մեծ հաջողություն ունենալու եւ բոլորս ուրախանալու ենք, ժպտալու ենք։ Սպասելիքները շատ է ու ես համոզված եմ, որ կիրականանան այդ մեր ցանկությունները հաստատ։ Մարմնիդ որոշ մասերը խանգարում են, այնքան։ Մյուս անգամ կնոջից չբերես, հա։
Իսկապես շատ լավ է լինելու, որ բոլորս էլ լավ եք տրամադրված, սցենարն էլ հետաքրքիր է, ծիծաղալու է շատ։ Լավ կլինի։ Առաջ Հա, աստված։ սցենարիստն է Միչալյոս Նարեկ Նավակյան, որը շատ հայտնի, գիտեք որ Հայաստանի շատ պրոյեկտների սցենարիստ է եւ սրանից առաջ մենք նկարվել ենք, Արտուրը նկարվել, Պլամպին, էլի մենք էինք նկարել, սցենարը հիմի 13 վայրկյանն է կնում Հայաստանում, արդեն կինոյի ցուցադրումը Յուկոմով էդել է, Մգրդիչ Արզումանյա, Լիանա Վանոյան էդել է եղել, Նարեգը, այսինքն մեր լավագույն հումորային սցենարիստներից մեկն է, որը բազում գործեր ունի գրած։ Սերիալի գլխավոր կերպարը Հացծյոծը կամ Կրքոտ կինը, չնայած պատկառելի տարիքին, ամուսնու մահից հետո տեղափոխվել է Լոս Անջելես նոր կյանք սկսելու։ Նա վստահ է, որ դեռ չի կորցրել երբեմնի հմայքը ու երիտասարդ կողակից է փնտրում։ Լոս Անջելեսում են նաև նրա գրին քարտ շահած որդին ու հարսը։ Պաշտելի որդին, ատելի հարսը, սիրած տղամարդը, այդ տղամարդու իրեն սիրահարված հայրը, խառնակիչ հարևանը, կեղծ փաստաբանը եւ այլ հերոսներ Հացծյոծ կամ Կրքոտ կինը սերիալում։ Եվ հույսով եմ, որ դուք կստանաք հրաշք մի հատ պրոյեկտ եւ ինչպես Տանելյան Հացծոցը ասեց, հրրալու եք հաստատ, որովհետեւ ես արդեն պատկերացնում եմ, այստեղ ինչ է կատարվելու այս հանրաճանաչ դերասաններ հետ։